Նրա արածները այսօր ցեղասպանության միջազգային հանցագործության ժխտողության բաղադրիչներն են։ Դա ուղիղ ցեղասպանությունը ուրանալու, ժխտելու, որը միջազգայինորեն արգելված է։ Գիտեք, նրա այս քաղաքականությունը ինչ է նշանակում։ Աշխարհում բոլորի նկատմամբ, ոչ մեկի նկատմամբ չի կարելի ցեղասպանություն, բացի հայերից։ Սա է ստացվելու։ Աշխարհում ոչ մեկի նկատմամբ չի կարելի հանցագործություն կատարել, բացի հայերից։ Աշխարհում ոչ մեկի նկատմամբ մարդկության դեմ ուղղված կամ այլ հանցագործներ չեն կարող, էլի բացի հայերից, այսինքն մենք միայն այն մարդիկ ենք, որ ասում են, բանը, մի հատ էլ տերմին է մտածել, մենք մեր յուղով տապակվենք։ Այնա դուք յուղով տապակվում ես Ադրբեջանի ու Թուրքիայի համար շահերը սպասարկելով։ Մենք ասում ենք, մենք հայ ժողովուրդ ենք, ուժեղ ժողովուրդ ենք, մենք մեր պատմության մեջ բազմաթիվ նվաճումներ ունենք եւ շարունակելու ենք։ Մենք գնահատականը տվել ենք արդեն, որ էթնիկ զտումներ ու նաեւ նոր ցեղասպանություն է բերել այս իշխանությունը մեր ժողովրդի գլխին եւ հայոց պատմության մեջ երբեք չի եղել, որ Արցախում հայ չապրի։ Հակառակը Արցախն ու Սյունիքը եղել են այն մեր պատմական հայրենիքի մասերը, այն մեր հայրենիքի առասարակ եւ պատմությամբ, երբ ամենաշատն են հայերը եղել։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հայցերի, դա մեր իրավունքների պաշտպանության համար է, ժողովուրդ ջան, այսօր տպավորություն է, որ մենք բան ենք անում, տես բարեհաճությունների մեջ ենք ընկել, քաղաքական հաշվարկներ ենք անում, զիջենք, չզիջենք, հայցերը հետ քաշենք։ Ժողովուրդ ջան, սա մեր իրավունքների պաշտպանության համար է, դուք պատկերացնում եք, հանկարծ օրինակ որևէ անակ արդարադատության միջազգային դատանը վերցնենք։ Այդտեղ քաղաքացիները դիմելու իրավունք չունեն։ Այդտեղ միայն դիմում են պետությունները եւ ուրիշ նաեւ այնտեղ միջազգային ուրիշ մեխանիզմ էլ կա, բայց հիմա դուք պատկերացեք մեր պետությունը հետ է վերցնում, ինքը զրկում է մեզ բոլորից մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, հետո ումից գնանք ինչ ուզենք, առավել եւս մենք այդտեղ ունենք ֆիքսած մեր ժողովրդի իրավունքներին վերաբերող հստակ պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ եւ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ եթե հանկարծ այդ հայցերը հետ քաշվեն, ապա շատ ավելի ուժեղանալու է ինքը դիվանագիտությամբ եւ հիմա հակառակն է։ Մենք այդ հայցերով շատ ավելի ուժեղ ենք, Ադրբեջանը միշտ ունեցել այդ քաղաքականությունը։ Ինքը բերել հայելային ուղղությամբ նոր հայցեր է ստեղծել։ Զերոյից դարձել է ոնց որ օրինակ հիմա այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է, մյուսն է։ Դրանք այս իշխանությունների քաղաքական պատասխանատվությամբ աճեցրած, զերոյից աճեցված հարցեր են։ Դուք որ այդ իշխանության Թուրքիայի հետ ոնց եք հարաբերվելու։ Մենք ցեղասպանության հետ կապված հարցերը, որ ես նշեցի, իհարկե այսպես էլ առաջ ենք տանելու, իսկ Թուրքիայի հետ կապված բնականաբար առանց որևէ նախապայմանի կողմ ենք հարաբերությունների կանոնակարգմանը եւ այլն, այսինքն այդտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Իշխանությունները ժողովրդին խորհուրդ են տալիս չապրել ցեղասպանվածի հոգեվիճակով, դա լավ տեղ չի տանելու, սա մոլորեցնող թե իսկապես բարի խորհուրդ։ Նրանց քաղաքականությունն է, որ տանում է, ապրեցնում է միշտ այդ ցեղասպանվածի հոգեվիճակի մեջ է պահում։ Զիջել, անընդհատ, վախերի մեջ ապրել, չզարգանալ, այսօր այնպես են դարձել, հանկարծ խոսում ես մեր ուժեղանալու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի, խոսում ես բանակը ուժեղացնելու մասին, ասում են վայ բա պատերազմ կլինի։ Այս ժողովուրդ ջան, եթե մենք մեզ չուժեղացնենք, մենք ուժով չլինենք, բանակը չուժեղացնենք, մեր անվտանգության համակարգը ոչ ման չենք ունենա, եկեք հələ վերցենք երասխի դեպքը։ Ակնհայտ դեպք։ Երասխում ուզում էին գործարան կառուցել, չէ՞։ Ադրբեջանը մի քանի անգամ կրակեց, գործարանը տեղափոխեցին։ Ինչ է ստացվում, որովհետև մենք ուժով չկարողացանք դա պահել, որովհետև Նիկոլ Փաշինյանի այնպես չի արել այս իշխանությունը, որ որևէ մեկը չփորձի մեզ սպառնել պատերազմով։ Դու ուրեմն 6 տարի, տեսեք ինչու եմ ես 6 տարի անընդհատ շեշտում, շատ ավելի քան ժամանակահատված է, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների միջև։ Դու ուրեմն այսքան ժամանակ ունենաս, քո անվտանգության համակարգը չզարգացնես, առաջ չտանես, որ որևէ մեկը ռիսկ չանի հանգարց քեզ սպառնա։ Հիմա գիտեք ոնց պետք է լիներ, կապ չունի ով է վարչապետը։ Այդպես պետք է լիներ, որ եթե երկիրդ ունի զսպման կարողություններ, ցանկացած մեկը պետք է նկատի ունենա, ով փորձի մեր երկրի նկատմամբ ոտնձգի, ընենց օրը կընկնի, որ միանգամից կոլապսի մեջ կհայտնվի։ Այդպես պետք է լինի մեր երկիրը։ Երեխաների կյանքերի եւ արյան հաշվին եք դուք նման բաներ ասում։ Մենք ասում ենք սա նրա համար, որ ունենանք մենք ասում ենք սա հանուն ապահով ապագայի, հանուն խաղաղության, սա է երաշխավորված խաղաղության տանելու ճանապարհը։ Այ տեսեք Նիկոլ Փաշինյանը, եկեք 2020 թվականից առաջ տեսնենք ինչ էր ասում, պատերազմից առաջ, նույն չէ, բացարձակ խաղաղություն է, այսպիսի բան դեռ չէր եղել եւ այլն, տեսանք ողբերգությունները ինչի հանգեցրեցին։ Եվ սա է ես կարծում եմ մեր հիմնակետը, որ իրականում
այսպեսի մի բան էլ կա, նայեք, ինքը անընդհատ խոսում է խաղաղության մասին, տպավորություն է թե ով ավելի շատ խոսա խաղաղության մասին, բոլորը մրցում են այս դաշտում։ Մեր երկրում չկա ժողովուրդ ջան որևէ կուսակցություն, որը խոսա պատերազմի մասին, որը ագիտացիա անի պատերազմի։ Դրա համար այս թակարդը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունով, ինչի համար, որ թաքցնի այն հարցը, դուք ինչու եք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ մեզ ուրիշ պետությունները սպառնում են պատերազմով, ու դուք ամեն ինչ անում եք, ինչու եք ձախողել, այս է ամենակարևորը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։